Այս դասում խոսելու ենք React-ի ամենակարևոր հուկերից մեկի մասին՝ use state-ի։ Շատ հաճախ մեր կոմպոնենտը պետք է ինչ-որ տվյալ հիշի, օրինակ քանակ, input-ի արժեք կամ որևէ վիճակ, որը կարող է փոխվել։ Եթե օգտագործենք սովորական փոփոխական, React-ը չի հասկանում, որ տվյալը փոխվել է, եւ ինտերֆեյսը չի թարմացվում։ Հենց այստեղ է պետք գալիս use state-ը։ Use state-ը մեզ թույլ է տալիս կոմպոնենտի ներսում ստեղծել state, այսինքն տվյալ, որը կարող է փոխվել։ Երբ մենք փոխում ենք այդ state-ը setState ֆունկցիայի միջոցով, React-ը ավտոմատ կերպով կրկին render է անում կոմպոնենտը, եւ մենք անմիջապես տեսնում ենք փոփոխությունը էկրանին։ Այս դասում կտեսնենք, թե ինչպես է դա աշխատում իրական օրինակներով։ Եկեք սկսենք։ Եկեք հիմա փորձենք շատ պարզ օրինակ, ստեղծենք counter։ Պատկերացրեք, որ ուզում ենք պահել որևէ թիվ եւ ամեն անգամ կոճակը սեղմելիս այն ավելացնել 1-ով։ Մենք ստեղծում ենք սովորական փոփոխական count, որը հավասար է 0-ի, իսկ կոճակի սեղման ժամանակ պարզապես անում ենք count++։ Թվում է, ամեն ինչ ճիշտ է, բայց երբ սեղմում ենք կոճակը, էկրանին ոչինչ չի փոխվում։ Մենք կարող ենք նույնիսկ մի քանի անգամ սեղմել կոճակը, բայց թիվը շարունակում է մնալ 0։ Ինչու է դա տեղի ունենում։ Պատճառն այն է, որ սա պարզապես սովորական JavaScript փոփոխական է։ React-ը չգիտի, որ դրա արժեքը փոխվել է, եւ քանի որ React-ը դրա մասին չի իմանում, նա render չի անում, այսինքն չի վերաստեղծում կոմպոնենտը եւ էկրանը չի թարմացվում։ Այսինքն արժեքը հիշողության մեջ կարող է փոխվել, բայց ինտերֆեյսը դրա մասին ոչինչ չի իմանում։ Եվ հենց այստեղ է պետք գալիս use state-ը։ Use state-ը React-ին ասում է. եթե այս արժեքը փոխվեց, խնդրում եմ կրկին render արա կոմպոնենտը։ Եկեք տեսնենք, թե ինչպես լուծել այս խնդիրը use state-ի օգնությամբ։ Սկսենք առաջին քայլից։ Պետք է ներմուծենք use state-ը React-ից։ Քանի որ use state-ը React-ի հուկ է, այն նախ պետք է ներմուծել, որպեսզի կարողանանք օգտագործել կոմպոնենտի ներսում։ Հիմա ստեղծենք մեր state-ը։ Այս տողը կարող է սկզբում մի քիչ տարօրինակ թվալ, բայց իրականում շատ պարզ է։ Use state-ը վերադարձնում է զանգված, որի մեջ կա երկու էլեմենտ։ Առաջինը state-ի ընթացիկ արժեքը, իսկ երկրորդը ֆունկցիա, որով կարող ենք փոխել այդ արժեքը։ Մենք օգտագործում ենք JavaScript-ի array destructuring, եւ այդ երկու արժեքները անմիջապես պահում ենք փոփոխականների մեջ։ Այսպես ենք ստանում count եւ setCount։ Այսինքն count-ը մեր ընթացիկ արժեքն է, իսկ setCount-ը ֆունկցիան է, որով մենք փոխելու ենք այդ արժեքը։ Իսկ 0-ն use state-ի մեջ նշանակում է, որ մեր state-ի սկզբնական արժեքը 0 է։ Հիմա պետք է այդ արժեքը ցույց տանք էկրանին։ Դրա համար JSX-ում գրում ենք count ձևավոր փակագծերում։ React-ը ավտոմատ կերպով կվերցնի state-ի արժեքը եւ կցուցադրի այն ինտերֆեյսում։ Վերջում ավելացնենք կոճակ, որը կփոխի count-ի արժեքը։ Կոճակի սեղման ժամանակ կանչում ենք setCount ֆունկցիան։ Սա նշանակում է, որ վերցնում ենք նախորդ արժեքը եւ նրան ավելացնում ենք 1։ Երբ setCount-ը աշխատում է, React-ը հասկանում է, որ state-ը փոխվել է եւ ավտոմատ կերպով կրկին render է անում կոմպոնենտը։ Հիմա եկեք մեր հաշվիչը մի փոքր ավելի հետաքրքիր դարձնենք։ Ավելացնենք եւս երկու կոճակ։ Առաջինը պակասեցնելու համար, որը անում է count-1։ Երկրորդը զրոյացնելու համար, որը պարզապես նորից դարձնում է արժեքը 0։ Այսպես մենք ստացանք պարզ, բայց ամբողջական React counter։ Այստեղ ամենակարևորն այն է, որ բոլոր փոփոխությունները կատարվում են state-ի միջոցով։ Երբ մենք կանչում ենք setCount, React-ը հասկանում է, որ տվյալը փոխվել է եւ ավտոմատ կերպով թարմացնում է ինտերֆեյսը։ Սա հենց այն գաղափարն է, որի վրա կառուցված է React-ի ամբողջ state համակարգը։ Մեր հաշվիչն արդեն աշխատում է, բայց հիմա տեսնենք մի փոքր ավելի խորքային եւ կարեւոր դետալ։ Երբեմն մենք կարող ենք փորձել state-ը փոխել այսպես։ Առաջին հայացքից թվում է, որ սա լիովին նորմալ է, բայց այստեղ կա մի փոքր, բայց կարեւոր խնդիր։ Պատկերացրեք, որ մենք ցանկանում ենք, որ կոճակը անի նույն գործողությունը 3 անգամ։ Մենք սպասում ենք, որ count-ը դառնա 3, բայց իրականում կարող ենք ստանալ ընդամենը 1։ Ինչու է դա տեղի ունենում։ Պատճառն այն է, որ React-ը հաճախ խմբավորում է state-ի թարմացումները։ Եվ երբ մենք գրում ենք count+1, այդ պահին count-ը դեռ կարող է ունենալ հին արժեքը, այսինքն 3 անգամ օգտագործում է նույն 0 արժեքը։ Արդյունքում 0+1, 0+1, 0+1 եւ վերջում ստանում ենք միայն 1։ Այստեղ է, որ ճիշտ լուծումը փրև տարբերակն է։ Փոխարենը գրում ենք, այստեղ փրևը նշանակում է նախորդ state-ի իրական վերջին արժեքը։ Այսինքն React-ը հերթով անում է 0+1, 1 + 2, 2 + 3 եւ արդյունքը վերջում ճիշտ է։
3։ Այսպիսով հիշեք շատ կարևոր կանոնը։ Եթե նոր արժեքը կախված է նախորդ արժեքից, միշտ օգտագործեք փրև տարբերակը։ Ա. Հաջորդ օրինակը։ Ցույց տալ կամ թաքցնել տեղեկատվությունը։ Մենք ստեղծում ենք Boolean state is open։ Սա կլինի true կամ false, ճիշտ այնպես, ինչպես լույսը անջատել միացնել։ Առաջին քայլը ստեղծել state եւ ցույց տալ կոճակը։ Սեղմելիս կփոխվի նախնական արժեքը, այսինքն true կդառնա false։ Հետո մի փոքր զարգացնենք։ Կոճակի տեքստը նույնպես կարող է փոխվել ըստ state-ի։ Եթե info-ն բաց է, կտեսնենք փակել, եթե փակ է, կտեսնենք բացել։ Եվ վերջապես, կարող ենք պայմանական render անել։ Այն բլոկը, որը պարունակում է տեղեկատվություն, կցուցադրվի միայն, երբ is open փոփոխականը հավասար է true։ Այստեղ փրևը շատ հարմար է, քանի որ ամեն սեղմումով վերցնում ենք վերջին state-ը եւ փոխում հակառակ արժեքով։ Այս մեթոդով կարող ենք կառավարել ցանկացած բացվող, փակվող state։ Իսկ այս օրինակում մենք կտեսնենք, թե ինչպես React-ում աշխատել տեքստային դաշտի հետ։ Սկսենք ամենապարզից։ Ստեղծում ենք state, name անունով, եւ սկզբում այն դատարկ տող է։ Այսինքն հիմա արժեքը պարզապես դատարկ string է։ Հաջորդ քայլում ավելացնում ենք input դաշտը։ Դաշտը արդեն երևում է էկրանին, բայց դեռ կապ չունի state-ի հետ, այսինքն React-ը դեռ չի վերահսկում այդ դաշտը։ Հիմա ամենակարևոր քայլը։ Մենք կապում ենք input-ը մեր state-ի հետ, օգտագործելով value եւ onChange։ Value հավասար է name նշանակում է դաշտի արժեքը գալիս է մեր state-ից, իսկ onChange-ը ամեն անգամ, երբ օգտատերը ինչ-որ բան է գրում, վերցնում է նոր արժեքը եւ տալիս setName ֆունկցիային։ Այսինքն state-ը թարմանում է յուրաքանչյուր տառի հետ։ Եվ հիմա կարող ենք անել մի փոքր հաճելի բան։ Եթե name-ը դատարկ չէ, մենք անմիջապես ցույց ենք տալիս ողջույնը։ Այսինքն օգտատերը գրում է տեքստը եւ React-ը ակնթարթորեն թարմացնում է ինտերֆեյսը։ Օրինակ գրում ենք Արամ եւ տեսնում ենք բարև Արամ։ Սա հենց այն է, ինչ կոչվում է կառավարվող input React-ում։ Input-ի արժեքը պահվում է state-ում եւ React-ը ամբողջությամբ վերահսկում է դաշտի արժեքը։ Այդ պատճառով էլ ամեն փոփոխություն անմիջապես երևում է ինտերֆեյսում։ Լավ, հիմա արագ ամփոփենք, ինչ սովորեցինք այս դասում։ Առաջինը, useState-ը React-ի hook է, որը թույլ է տալիս կոմպոնենտի ներսում պահել եւ կառավարել state։ Հետո տեսանք հիմնական սինտաքսը։ Այստեղ value փոփոխականը state-ի ներկայիս արժեքն է, իսկ setValue ֆունկցիա է, որը փոխում է այդ արժեքը։ Երբ մենք կանչում ենք setValue ֆունկցիան, React-ը ավտոմատ կերպով render է անում կոմպոնենտը եւ ինտերֆեյսը անմիջապես թարմանում է։ Մենք նաեւ տեսանք երկու շատ տարածված օրինակ։ Առաջինը Boolean state։ Դրա միջոցով կարող ենք տարրերը ցույց տալ կամ թաքցնել, օրինակ բացվող քարտեր կամ մենյուներ։ Երկրորդը string state։ Սա օգտագործում ենք, երբ աշխատում ենք input դաշտերի հետ եւ ուզում ենք, որ React-ը վերահսկի օգտատիրոջ մուտքագրած արժեքը։ Իսկ հաջորդ դասում մենք կանցնենք useEffect hook-ը։ Այստեղ արդեն կսովորենք, թե ինչպես React-ում կատարել կողմնակի գործողություններ, օրինակ տվյալներ բեռնել կամ ինչ-որ բան անել այն պահին, երբ կոմպոնենտը բացվում է։ Եթե այս դասը օգտակար էր քեզ համար, սեղմիր լայք եւ բաժանորդագրվիր ալիքին։ Կհանդիպենք հաջորդ դասում։ Շնորհակալություն դիտելու համար։